Հարգելի հետևողներ, մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը 24 News-ի տաղավարից։ Հյուրընկալել ենք քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանին, շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերքի համար։ Կարեն, առաջին մասը կարելի է համարել ամփոփած, ինչ առումով, թե Գյումրիում, թե Փարաքարում քաղաքապետի տեխնացու հանդիսացող հիմնական գործող անձիկ արդեն կատարեցին իրենց ընտրությունները, բոլոր տեխնացուները հանդես եկան ինչ-որ ելույթով, կոչով հանդես եկան, ոստիկանությունը մինչև այս պահը տեղի ունեցած հնարավոր ընտրախախտումներից արձանագրել է երկուսը, որոնք որ քննարկման ուսումնասիրման փուլում են, սակայն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները, այսպես ասենք, առաջին հատվածի վերաբերյալ ներկայացրել են մի շարք առերևույթ հնարավոր ընտրախախտումներ։ Դրանք վերաբերում են թե ուղղորդված ընտրություններին, ընտրություն կատարելուն, թե պաստառների, վարչական բնույթի խախտումներին եւ այսպես շարունակ։ Դուք ակնհայտ է հետևում եք գործընթացներին քաղաքական, կխնդրեի վերլուծեք, ամփոփենք առաջին հատվածը, ինչպիսի տպավորություն կարելի է ստանալ առաջին հատվածից, այսպես ասենք, ընտրական օրվա, արդյոք կարելի է ինչ-որ հնարավոր կանխագուշակումներ կատարել եւ ամփոփենք այն իրավական process-ները, գործընթացները, որոնք որ քննարկվում են այս համատեքստում։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ նախ։ Գիտեք, այս պայմանությամբ, որ փորձենք գնահատական տալ գործընթացներին, ընտրական, ես բնականաբար կփորձեմ հնարավորինս խուսափել տեխնացուներին կոնկրետ անուններով, անունները տալուց, անվանական խոսելուց, հաշվի առնելով, որ այնուամենայնիվ ընտրական process-ը ընթացքի մեջ է եւ չի ցանկանա որևէ կերպ, ասենք, կանխակալ գնահատական տալ, սակայն ակնհայտ է մի բան, որ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում մշտապես, թեկուզ եւ հաշվի առնենք առավոտվա ժամերի համար չափազանց բարձր մասնակցությունը, որը գրանցվել է մի շարք ընտրատեղամասերում։ Գիտեք ինչ, վիզուալ իրավական տեսանկյունից որ նայես, գուցե այդտեղ չկարողանաս գտնել բուն, նկատի ունեմ ընտրատեղամասում, ընտրական գործընթացի խախտում։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ սովորաբար խցանումներ ընտրատեղամասերում լինում են միայն այն ժամանակ, երբ որ ընտրողներին ընտրության են բերում ուղղորդված, որովհետև երբ որ ընտրողը գալիս է ընտրության պարզապես որպես քաղաքացի, ով եկել է իր քաղաքացիական պարտքը կատարելու, չի լինում այնպես, որ բոլորը մի մարդու նման վեր կենան ու գան ընտրատեղամասեր փորձելով քվեարկել։ Դա հստակ խոսում է ուղղորդման մասին, իսկ ուղղորդումը արդեն իսկ ստվերում է ընտրությունները անկախ նրա արդյունքներից, որովհետև ակնհայտ է, որ խախտվում է ընտրական գործընթացը, ակնհայտ է, որ խախտվում է տեխնացուների համար ապահովվող հավասար պայմանները։ Հաջորդ արդեն իսկ լրատվամիջոցները փաստել են տարբեր տեղերում նախընտրական շտաբների մոտ կուտակումներ։ Սովորաբար էլ եմ ուզում շեշտել, ինչու համար է այդ կուտակումները նախընտրական շտաբերում, որովհետև հիմնականում բոլոր գործընթացները, որոնք բերում են ընտրախախտումների, նախ սկիզբ են առնում նախընտրական շտաբերից, այնուհետև իրենց հանգուցալուծումը գտնում են ընտրատեղամասում։ Այդ կուտակումները նախընտրական շտաբերի փաստում է, որ տեղի է ունենում այնպիսի, խմորվում է այնպիսի մի process, որը ուղղակիորեն ազդելու է ընտրական արդյունքների վրա։ Այդ թվում նաև ընտրողներին կազմակերպված ընտրատեղամաս բերելը։ Շատ լավ, հիմա այսպիսի մի դիտարկում անենք, ժամը 11-ի դրությամբ Գյումրու համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձանցից, որոնք 111,000 են, ընտրել է մոտավորապես 7,000-ը, շուրջ 7,000-ը ժամը 11-ի դրությամբ, իսկ Փարաքարում, որտեղ ընտրելու իրավունք ունեցողների թիվը շուրջ 21,000 է, ընտրել է 3,000-ը, եւ հիմնական դերակատարներն էլ իրենց խոսքում կարծեք թե այդպիսի էական բացթողումներ չէին նկատում, սակայն մասնավորաբար հայաքվե նախաձեռնությունը իր շատ ակտիվ, օպերատիվ իրականացվող գործունեությամբ
մատնացույց է անում ակնհայտ տեսագրություններով ձեր նշած բոլոր խնդիրները, իրավախախտումները։ Սրանք կան արդյոք որևէ ընտրական process, որոնք կարելի է բացառել սա, եւ սրանք ինչ չափի ազդեցություն կարող են ունենալ ի վերջո վերջնական հանգուցալուծման վրա, թե սրանք տենց պրոցեդուրալ պրոբլեմներ են բոլորին բնորոշ, բոլոր ընտրություններին, սա հերթական մեկն է։ Արդյոք դուք եք կարծում, որ Գյումրու ընտրությունները հերթական թիմ ընտրություններն են, չնայած անունով արտահերթ են համարվում, սակայն արդյոք սա կարելի է համարել 2026-ի համապետական ընտրությունների, այսպես ասենք, նախերգանքը, նախապատրաստումը, էլի, ինչպիսի մոտեցում կա սրա վերաբերյալ։ Միանշանակ այսօր Գյումրիում եւ Փարաքարում հատկապես Գյումրիում ընթացող թիմ ընտրությունները ուղղակի նախերգանքն են 2026 թվականի համապետական ընտրությունների։ Գիտեք, առհասարակ թիմ ընտրությունները գաղտնիք չէ, որ իրենց բնույթով, իրենց դերով պետք է լինեին ապաքաղաքական, այսինքն ուղղված լինեին տվյալ համայնքների խնդիրների լուծմանը, բնակիչների կարիքների ապահովմանը եւ այլն եւ այլն։ Բայց վաղուց ի վեր Հայաստանում թիմ ընտրությունները ոչ թե միայն այսօր Վաղուց ի վեր Հայաստանում թիմ ընտրությունները ձեռք են բերել քաղաքական նշանակություն։ Թիմ ընտրությունների միջոցով նախ քաղաքական ուժերը թիմ ընտրությունները որպես լակմուսի թուղթ են հանդիսանում քաղաքական ուժերի համար, որպեսզի նրանք տվյալ համայնքում կարողանան հասկանալ իրենց աջակիցների, իրենց վստահողների քանակը, այնուհետև կարողանան հիմնվել թիմ ընտրությունների արդյունքների վրա եւ թեկնածուների վրա, այդ թվում շատ կարևոր է թեկնածուների վրա, այն չափով թե որ չափով իրենք կարող են համապետական ընտրությունների ժամանակ այդ թեկնածուին որպես գործոն դիտարկել ձայն բերելու առումով, այո, վերադասավորում է եւ այս Գյումրիի ընտրությունները նպաստելու է 2026 թվականի քաղաքական դաշտի վերադասավորմանը։ Մենք այս ընտրությունները որոշակի ցույց կտա, թե քաղաքական ուժերը 2026-ին ինչպիսի տրամաբանությամբ են մոտենալու ընտրություններին, ինչպիսի մարտավարություն են որդեգրելու եւ հնարավոր է այս ընտրություններում ձևավորվի 2026 թվականի ընտրություններին հանդես եկածող ապագա դաշինքները։ Այսինքն այս ընտրությունները միանշանակ պլատֆորմ են, որը հանդիսանալու է տրամպլինը դեպի 2026 թվականի համապետական ընտրություններին։ Ինչ խոսք դա արատավոր երևույթ է, ինչ խոսք այս տրամաբանությունից ընտրական տուժում են նաև համայնքի բնակիչները, որովհետև բոլորի հիմնականում ենթագիտակցորեն բոլորի հայացքը 2026 թվականի ընտրություններն են։ Ես չեմ ասում, թե թեկնածուները հաղթելու դեպքում հրաժարվելու են իրենց նախընտրական ծրագրերից, չեն կատարելու իրենց նախընտրական ծրագրերը, ոչ, ես դա չեմ ցանկանում ասել, ուղղակի ցավալին այն է, որ հիմնականում համայնքի բնակիչների խնդիրները երկրորդվում են քաղաքական գործընթացներին, քաղաքական նպատակներին։ Դրանք հարցեր են, որոնք պետք է ժամանակի ընթացքում անպայման լուծումներ գտնեն եւ յուրաքանչյուր ընտրական գործընթաց պետք է ոչ միայն օրենքով ունի իր դերը, պետք է ծառայի այդ դերին եւ չդառնա տրամպլին, որովհետեւ երբ որ քաղաքական ուժերը տվյալ թիմ ընտրությունները դիտարկում են նաեւ քաղաքական տեսանկյունից միտված ապագա համապետական ընտրությունների, բնական է մղվում է նաեւ կենաց մահու պայքար եւ այդ կենաց մահու պայքարում տեղի ունենում բազմաթիվ ընտրախախտումներ, բազմաթիվ ընտրակեղծիքներ, ճիշտ է, այս պայդրությամբ դերևս այդպես աղաղակող ընտրակեղծիքների մասին խոսելը վաղ է, բայց հաշվի առնենք, որ դերևս օրը առջևում է եւ կարող է եւ չխուսափենք նման արատավոր երևույթներից։ Եթե թիմ ընտրությունները դադարեին այսօրվա քաղաքական նշանակությունը ձեռք բերելուց, ապա գուցե շատ ավելի հանգիստ, գուցե շատ ավելի հարթ ընտրությունների մենք ականատես լինենք։ Շարունակելով ձեր առաջադրած տրամաբանությունը, նշեմ, որ երևի թե այդ մտածողության կամ այդ մոտեցման շրջանակում էր, որ գործող իշխանության ամենաբարձր պաշտոնյաները, բացի համար 1 առաջին պաշտոնյայից, այդ մասով էլ կուզենայի դիրքորոշումը հասկանալ, նրա բացակայությունը նախընտրական քարոզարշավին, գոնե թե վերջին շրջանում ակնհայտ իր մոտեցումը, իր անձնական ներկայությունը չկար, բայց դրան հակադրենք այն մոտեցումը, որ ամբողջ
իշխանական վերնախավը, սկսած ազգային ժողովի խոսնակից, ֆրակցիայի խմբակցության ամբողջ падգամավորներից, գործող եւ նախկին նախարարներից ներկայ են Գյումրիում, որոնց ճնշող մեծամասնությունը ոչ գյումրեցի էին, գյումրեցիներ չէին, բազմաթիվ արկա տեղեկատվությամբ վերջին ամփոփիչ քարոզարշավի ընթացքում ներկայ էին նաև հարակից վարչական շրջանների բնակիչներ, Ամասիայից, Թալինից, տարբեր տեղերից, հա, եւ կարծեք թե այդպիսի ֆոն էր ստեղծվում։ Սա ինչի մասին կարող է խոսել, արդյոք գործող իշխանությունը Գյումրիում չէր կարողանում իր բնական միջոցներով ապահովել ներկայությունը, որ կարիք կար հարակից շրջանների անձանց ներկայությունը, ընդհուպ մինչև պարլամենտական երկրի պարլամենտի ղեկավարը ներկա էր համայնքներից որևէ մեկի ղեկավարի ընտրությանը։ Արդյոք եւս գործող իշխանության համար սա, այսպես ասենք, անչափ հույժ կարևոր ընտրություն է նման ներկայացվածությունն ապահովելու համար։ Եվ սրան խնդրում եմ հակադրելով զուգահեռ տանելով դուք կարծիք հայտնեք, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ղեկավար ներկա չգտնվեց։ Չէ՞։ Փաստ է։ Գիտեք, այո, նախ վերադառնանք հարցադրմանը, որ այո, այս ընտրությունները իշխող ուժի համար չափազանց մեծ կարևորություն ունեն, չափազանց մեծ։ Պարտությունը այս ընտրություններում որոշակի կարող է արդեն ուրվագծել նրանց պարտությունը համապետական ընտրություններում, որովհետև նախ Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է իր մեծությամբ եւ կարևորությամբ, երկրորդը նաև խորհրդանշական բնույթ ունի իշխանությունների համար, հաշվի առնելով, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց քայլելով գալ Երևան։ Նիկոլ Փաշինյանը այն անձն է, որը չափազանց շատ է ուշադրություն դարձնում սիմվոլիկաներին, խորհրդանշական ինչ-որ երևույթներին եւ այլն, ինչ-որ փորձում է ամեն ինչում ինչ-որ միստիկ բաներ գտնել։ Այդ առումով չափազանց կարևոր է եւ պատահական չէ, որ ամբողջ պետական ռեսուրսը ուղղված է Գյումրու ընտրություններին, մինչ այդ ԿՊ տարբեր падգամավորներ այսօր գրառում տեսա Էմա Պալյանը վիրավորական արտահայտություններ էր անում տեխնացուներից մեկի Ռուբեն Մխիթարյանի հասցեին, ընդ որում նայեք մանիպուլյացիան կայանում է նրանում, որ իշխանական ընտանիքին պատկանող լրատվամիջոցը այդ Էմա Պալյանի վիրավորական խոսքը դրել էր այսօր թե ինքներություն 3, սակայն 3 լրության օրն էր, սակայն Էմա Պալյանը այդ խոսքը գրել էր 1 օր առաջ։ Նայեք, այդ ԿՊ падգամավորները այդ վիրավորական սև PR-ով այդ ուղղորդվող գրառումները հաշվի առնենք, որ ընտրությունների օրը Նազելի Բաղդասարյանը, որը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի օգնականը, անձամբ բուկլետ էր ներողություն խոսնակը արձակուրդումը իհարկե պաշտոնատան բարձրագույն անձ։ Այո, անձամբ բուկլետ էր բաժանում Գյումրիում, ինչ-որ երթ էր ուղղորդում եւ այլն խոստումներ էր տալի, նույնիսկ ավելին նախահարձակ եղավ այդ պահին Սրբազան պայքարի երիտասարդների կողմից իրականացվող ակցիայի մասնակիցների վրա եւ նրանց մինչ այդ տարբեր պաշտոնյաներ ինչ որ աշխատանքային այցով, գիտեք, մի պահ կտրվեմ, Հայաստանում զարմանալի բան է տեղի ունենում։ Բոլոր պաշտոնյաները իրենց բաներ կան զարմանալի աշխատանքային պարտականոյի դա նոր չէ, հնուց եկած ավանդույթ է, սակայն այս իշխանությունները ինչ որ նախկինում չէր, չափազանց ոգևորված քննադատում էին բանանում, արդարություն էին ակնկալում, ոչինչ չփոխվեց, նույնիսկ հակառակը, այն ինչը բացասականը որ կար, այլ ավելի ձեռք բերեց բացասական երանգներ, այլ ավելի զարգացավ, այլ ավելի ձեռք բերեց ավելի մեծ չափսեր։ Նայեք, բոլոր պաշտոնյաների, չգիտես ինչի, աշխատանքային պարտականությունների այդ կատարումը համընկնում է տվյալ համայնքում ընտրական գործընթացի սկզբի հետ եւ բոլոր պաշտոնյաները հիշում են, որ այդտեղ ինչ-որ պետք է աշխատանքային այց կատարեն, այցին զուգահեռ իրենց թևի տակ վերցնում են տվյալ, ասենք, համայնքի իշխանական տեխնացուին եւ
փորձում են ստեղծել տպավորություն, որ իբր բոլորը կատարում են իրենց աշխատանքային պարտականությունները։ Դա միանշանակ քողարկված քարոզչություն է, նույնիսկ մինչև պաշտոնական քարոզարշավը սկսելը։ Իհարկե ես մի առիթ ունեցել եմ ասելու, որ գուցե իրավական տեսանկյունից չկարողանաս ոչինչ ասել, որովհետև նախարարը եկել է դիցուք Շիրակի մարզ իր աշխատանքային պարտականությունները կատարելու։ Իրավական ոչ մի մեղադրանք չես կարող առաջադրել, բայց կա նաև բարոյական կողմը հարցի, որովհետև կյանքը միայն իրավական ձևակերպումներ չէ։ Որքանով է բարոյական, երբ որ դու մինչ իշխանություն ստանձնելը քննադատում ես քո տեսանկյունից այդ ալատավոր երևույթը, սակայն իշխանության ղեկին հայտնվելուց հետո դու ոչ միայն այդ ալատավոր երևույթը վերացրեցիր, այլ նույնիսկ կարեցիր քո վրա եւ այլ ավելի զարգացրեցիր։ Ինչ վերաբերում է շատ հետաքրքիր բան ասիկ, Նիկոլ Փաշինյանը ինչու չի մասնակցում այս ընտրություններին, հիշում եք ժամանակին շատ դեռևս կարճ ժամանակ առաջ, երբ որ Նիկոլ Փաշինյանը SMS-ներով ինչ որ պատգամավորներին էր մանդատից զրկում, պաշտոնանկություններ անում եւ այլն, հա, նույն այսօրվա Շիրակի մարզպետը, ինչքան հիշում եմ, նրանից սկսվեց այդ թեզը տարածվել, ասաց, որ լրագրողի հարցին, որ գործադիրը իրավունք չունի օրենսդրին հրահանգ իջեցնելու հրաժարվի մանդատից կամ պահի մանդատը, Շիրակի մարզպետը անուն ազգանունը ճիշտ ասած չեմ հիշում, այո, ասաց, որ վարչապետը չի ուղարկել այդ SMS-ը պատգամավորներին, այդ SMS-ը ուղարկել է ՔՊ վարչության նախագահը, պարզապես ՔՊ վարչության նախագահը միաժամանակ հանդիսանում է երկրի վարչապետը, դա մի դիտարկեք որպես վարչապետի SMS, այլ որպես ՔՊ վարչության նախագահի։ Հիմա կարող է ՔՊ-ն մանիպուլացնել, Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նախագահից կարող է միանգամից ամբողջովին դառնալ վարչապետ, կերպարանափոխվել եւ լիովին մտնել այդ ժողովրդավար ճակերտների մեջ վարչապետի դերի մեջ եւ ԿՊԱ-ականները կարող են ասել, տեսեք, նույնիսկ վարչապետը չժամանեց, չժամանեց, այսինքն ԿՊ-ն թողում է մանիպուլյացիայի տեղ, ընդ որում ընտրական գործընթացի ցանկացած հանգուցալուծման պարագայում հաղթանակի դեպքում նրանք կարող են ասել, որ հաղթեց մեր տեխնացուն եւ վարչապետը որևէ միջամտություն չթողեց, պարտության դեպքում կարող են այդ պարտությունը գցել Նիկոլ Փաշինյանը բոլորի գրպանը ամեն ինչ գցելու բնավորություն ունի, չէ՞, այդ պարտությունը կարող են գցել իրենց տեխնացուի գրպանը եւ ասել, տեսակ վարչապետը չխառնվեց, դու պարտություն կրեցիր, ինչը նշանակում է, որ դու չունես անհրաժեշտ աջակցություն տվյալ համայնքում։ Այսինքն երկու պարագայում ԿՊ-ն իրեն մանիպուլացնելու տեղ է թողում։ Շատ լավ։ Ձեր խոսքի ընթացքում նշեցիք, որ Գյումրու համայնքապետի ընտրությունները, արտահերտ ընտրությունները, կարծեք թե կենաց մահու պայքար են, հա? Եվ նրանք եթե պարտվեն այս ընտրությունները, խիստ հարցականի տակ է դրվելու 2026 թվականին նրանց վերարտադրման process-ը։ Հիմա արդյոք նրանք ամենամեծ համայնքներից մեկ քանիսում եւս պարտվել են։ Ճիշտ է, Գյումրու նախորդ ընտրություններին պարտվեցին, այո, Վանաձորի նախորդ ընտրություններին պարտվեցին, Երևան քաղաքի ընտրություններին կարող ենք ասել պարտվել, բայց միանձնյա չկարողացան վերցնել 50+1%-ը, բայց նրանք արդյոք խնդիր ունեցան ռեալիզացիայի կամ իրենց մանդատի ամրացման կամ մանդատը ավելի շատ ինչպես իրենք էին նշում պողպատե մանդատը վերածելու քաղաքական գործընթացի պրոցեդուրայի արդյոք շատ չի Գյումրու համայնքապետի ընտրությունները գերկարևորված այս համատեքստում նշանակությունը արդյոք շատ մեծ չեն տալիս։ Չէ, իհարկե չէ, որովհետև նայեք, դուք ճիշտ նշեցիք, շատերը այդ մասին չեն խոսում, որ Գյումրու այսօրվա արտահերտ ընտրությունները դա նախորդ ընտրություններում ԿՊ-ի պարտության հետևանքն է։ Այո, եթե ԿՊ-ն չպարտվել նախորդ ընտրություններում, այսօր Գյումրիում արտահերտ ընտրություններ չէին լինելու։ Եվ եթե ԿՊ-ն այդ չափ չկարևորեր Գյումրիում
ամեն գնով հաղթանակի կորզումը, ապա հենա ընտրությունները տեղի էին ունեցել, Բալասանյան դաշինքը վերցրել էր Գյումրու կառավարման ղեկը, համատեղ կառավարում էին, ի՞նչն էր խնդիրը, թող շարունակեին մինչև հերթական ընտրություններ, բայց նրանք ճնշմամբ քաղաքական եւ իրավական ճնշումներ ենթարկելով ստիպեցին, որպեսզի Բալասանյան դաշինքը հրաժարվի Գյումրու կառավարումից եւ նշանակելով ժամանակով մի 2 տասնյակ ավականու մանդատի մասին է։ Իհարկե, եւ գնացին արտահերտ ընտրությունների, ինչը ցույց է տալիս, որ այս ընտրությունները անչափ կարևոր են ՔՊ-ի համար քաղաքական տեսանկյունից, նույնն էլ Վանաձորում Մամիկոն Ասլանյանը հաղթել էր, բայց ինչ որ մի հատ հիմար մեղադրանքով, որ իբր կարծեմ հողի նշանակություն էր փոխել, մարդը ընկել էր Էդմոն Դանտեսի օրը, նստածրել էին բանտ եւ բոլորը մոռացել էին Մամիկոն Ասլանյանի մասին։ Երևանը մի քիչ տարբերվում է, որովհետև Երևանում թեպետ չկարողացավ ՔՊ-ն ամբողջովին ստանալ երևանցիների աջակցությունը, սակայն նրանց հաջողվեց այլ քաղաքական ուժի հետ։ Ներողություն, ես կարծում եմ դուք շատ մեղմ եք ասում։ 1.100.000 բնակիչ ունեցող քաղաքից 70,000 ձայն։ Չէ, գիտեք ինչ եմ մեղմ ասում, որ հանգարց հաշվի առնելով, որ այսօր ընտրության օրն է, որ հանգարց ինչ-որ մի ՔՊ պատգամավորի մտքով չանցնի ինչ-որ փորձել, ասենք, պղտոր ջրում ձուկ բռնել եւ փորձի ինչ-որ հակաքարոզչություն գտնել եւ այլն, որը իհարկե անհեթեթ է, քանի որ ես ինքս ընտրական գործընթացի մասնակից չեմ, ես պարզապես իմ կարծիքն եմ հայտնում, հատկապես որ որևէ սև PR չեմ անում եւ որևէ տեխնացուի անուն հստակ չեմ տալիս, բայց հաշվի առնելով, որ ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է, չի բացառվում նաև փորձեն մարդու խոսքը ամեն գնով մանիպուլացնել։ Եվ բացի դրանից ինչու է այդքան կարևոր այս ընտրությունները ՔՊ-ի համար։ Նրանք հիմա խոշորացույցով ամբողջությամբ հետևելու են Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցող գործընթացներին, որ հասկանան, թե 2026 թվականին ինչ պետք է անեն։ Իսկ ինչ պետք է անեն, իմ խորին համոզմամբ 2026 թվականին ՔՊ-ն գնալու է համընդհանուր ընտրակեղծիքների։ Ես էլ եմ առիթ ունեցել ասելու, գալու է այն օրը, երբ որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ընտրակաշառք է բաժանելու բնակիչներին, շատ ուղիղ, ոչ թե խոստումների ձևով, ոչ թե այլ նախկին 10,000 դրամները նորից մտնելու են շրջանառության մեջ եւ ուղիղ ընտրակաշառքներ է բաժանելու, քրեական գործեր են հարուցվելու կեղծ եւ հարուցվում են քրեական հետապնդումներ եւ առերևույթ ականատեսը եղանք։ Հենց քարոզարշավի ընթացքում։ Այո։ Ճիշտ է, քաղաքապետի, համայնքապետի թեկնածուներից մեկին մասնավորաբար ինչու ոչ քրեական process է։ Մարտուն Գրիգորյանի տան 2 անդամին Այո, քրեական գործ հարուցեցին, ձերբակալեցին եւ վարչական, եթե չեմ սխալվում, հսկողության տակ են հիմա վերցրել։ Վարչական հսկողություն կասեք, ժամը 8-ից երեկոյան, մինչեւ եթե չեմ սխալվում, մյուս օրն առավոտը տանից դուրս չգալու պայման։ Նայեք, արդեն ընտրական գործը քարոզարշավի նախավերջին օրը նրանք գնացին այդ քաղաքական ճնշմանը, քաղաքական հալածանքներին, իրավական ճնշմանը։ Մարտուն Գրիգորյանի օրինակը շատ լավ բերեցիք։ Դրանից առաջ Կարեն Սիմոնյանի նախընտրական շտաբերում եւ եթե չեմ սխալվում 8 հոգու ձերբակալել են, չէ՞։ Կանանց այո, երեխայի աչքի առաջ կնոջը ձերբակալել էին։ Դրանից առաջ Ռուբեն Մխիթարյանին ինչ որ մի հատ անհեթեթ, ասենք, մեղադրանքով վարորդական իրավունք հետ կապված հրավիրել էին քննչական կոմիտե։ Դրանք բոլորը ՔՊ-ի կողմից իրականացվող այդ հալածանքների ծիծեռնակներն են։ Ինչու եմ շեշտում ծիծեռնակներն են, որովհետև եթե ՔՊ-ն պարտություն կրի Գյումրիում, դրան նախորդելու են հետընտրական լուրջ գործընթացներ, ծիծեռնակներն էին, բազեներն ու այո, հաջորդելու են բազեներն ու արծիվները եւ ՔՊ-ն գործի է դնելու իր ողջ իրավական ապարատը, իր ճմլիչ այդ մեքենան աշխատեցնելու է եւ գնալու է աննախադեպ քաղաքական հալածանքների, աննախադեպ բռնաճնշումների։ Իդեպ այդ բռնաճնշումները, երբ որ ՔՊ-ն իրականացնում է, դա միայն ուղղված չեն ընդդիմադիրներին, դա ուղղված են նաև հասարակությանը,
ՔՊ-ն պարզապես այս հասարակությանը փորձում է կացնային մեթոդով կառավարել, որ իմ սուրը կկախվի յուրաքանչյուրի գլխին, ով փորձի մի փոքրինչ շեղվել Նիկոլ Փաշինյանի գլխում ծնված այդ իրական Հայաստան տափակաբանությունից։ Մի օրինակ բերեմ, նայեք, որը այսօրվա հետ իհարկե կապ չունի, բայց օրեր առաջ ՔՊ-ն տվեց բավարարեց դատախազի միջնորդությունը Տարոն Մարգարյանին եւ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Նիկոլ Փաշինյանի ուղերձը հետեւյալն էր. Տարոն Մարգարյանը ենթարկվեց քաղաքական հալածանքների, քաղաքական ճնշումների, այսինքն Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ գնաց ընդդիմությանը քաղաքականապես ճնշելու, որը միտված է կրկին 2026 թվականին, իսկ Հովիկ Աղազարյանին պարզապես պատժեցին։ Իմ ընկալմամբ Հովիկ Աղազարյանին, ով որ նույն քվեարկությունից հետո կողմ քվեարկեց Պասանյանի հետ ՔՊ-ից հեռացվածները, իբրև թե հեռացվածները կողմ քվեարկեցին Տարոն Մարգարյանին, հիմա սա տրամաբանության քաղաքական մտածողության մեջ չի տեղավորվում։ Մոզաիկայի որ մասն է համարվում։ Չէ, այդ մոզաիկայի մասի ձևակերպումը իդեպ տվել է Կոնջորյանը, երբ որ անվանեց Տաշեղ։ Հիմա, ասենք, այդ մոզաիկան թող իրանք հավաքեն եւ իրանք իրար անվանումներ տան։ Վահագն Ալեքսանյանը ՔՊ պատգամավորներին անվանում է ուսա պարկ, Կոնջորյանը ՔՊ անվանում պատգամավորներին, ովքեր փոքրինչ ընդդիմացել են Փաշինյանի SMS-ին համարում են տաշեղներ, այդ գնահատականները թող իրենք տան եւ եթե դատական գործընթացներ ունեն միմյանց նկատմամբ հարուցելու, թող իրար վրա հարուցեն։ Իսկ այդ քայլերը Նիկոլ Փաշինյանի, որտեղ պարզ է, չէ, Աննա Վարդապետյանը ինքն իր առանց հրահանգի չի մտել անձեռնմխելիության միջնորդությամբ։ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը այսօր, որոնք արվում են, ներառյալ գլխավոր դատախազի միջնորդությունը, բոլորը ուղղված են 2026 թվականին, բոլորը անխտիր։ Այսօր չկա մի գործընթաց Հայաստանում քաղաքական, եթե առհասարակ շատ դեպքերում կարելի է այն քաղաքական անվանել, որոնք միտված չլինեն 2026 թվականի ընտրությունների։ Եվ գիտեք ինչ, զավեշտվորն է, որ հենց այս պահին Սյունիքի մարզում Ադրբեջանը անդադար կրակում է դիրքերի ուղղությամբ, անդադար կրակելուն զուգահեռ ապատեղեկատվություն է տարածում, որ իբր հայկական ուժերն են կրակբացում իրենց զինված ուժերի նկատմամբ, հիմք ստեղծելով վաղը հնարավոր էսկալացիային, եթե ոչ լայնամասշտաբ ապագոնե բլիցկրիգի տարբերակով, իսկ Հայաստանի Հանրապետությունում վարչապետից սկսած մինչև վերջին падգամավորը, բոլորի ուշադրությունը տևական ժամանակ միտված է ընտրությունները։ Ես չեմ ասում, որ ընտրությունները պետք է երկրորդեն, ես չեմ ասում, որ որևէ մեկը պետք է ընտրական պրոցեսների վրա ուշադրություն չդարձնի, սակայն պետք է լինի բաժանում։ Այն անձը, որ կրում է պատասխանատվությունը ուղիղ անմիջական երկրի թե անվտանգության, թե արտաքին քաղաքականության համար, ապա այդ անձը պետք է զերծ մնար ուղիղ խառնվելու այս ընտրական պրոցեսին։ Էլ եմ ասում, նրա անձի այնտեղ չգտնվելը, դա դեռևս ապացույց չէ, որ նա չի խառնվում ընտրական գործընթացներին։ Այսօր ընտրությունները կավարտվեն եւ մենք ըստ արդյունքների կտեսնենք, թե Նիկոլ Փաշինյանը ինչպիսի քաղաքական հրահանգներ է իջեցնելու իրավապահ մարմիններին եւ ինչպես են իրավապահ մարմինները կատարելու այդ հրահանգը։ Նայեք, ընդամենը 1 օր առաջ Մարտուն Գրիգորյանի օրինակը բերեցիք, ընդամենը 1 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հիստերիկայի մեջ հոգեպես անհավասարակշիռ մարդու տեսքով գոռգոռում էր, որ ու խոսքը ուղղված էր նախկին նախագահներին, բայց այո, գոռում էր, որ կծեփեն գլուխները կտան պատերին, կծեփեն պատերին, քաղաքական դիակները կհանեմ դուրս։ Անմիջապես այդ ելույթից հետո ձերբակալվեցին Մարտուն Գրիգորյանի հայրը եւ որդին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հրահանգ իջեցրեց իրավապահ մարմիններին գործել ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտում։ Քանի որ մեջ բերեցիք այդ արդեն հայտնի դարձած ելույթը ազգային ժողովի համար 1 ամբիոնից, շատ կարճ դրան էլ անդրադառնանք, խնդրում եմ։ Ընդհանրապես հարիր է որևէ երկրի ղեկավարին, որևէ երկրի այդ իշխանությունների համակցված ընդհանուր մանդատը կրող համար 1 գործադիր իշխանության ղեկավարին նման կերպ արտահայտվել,
որևէ մի անձի նկատմամբ, լավ, չասենք ղեկավարներ են եղել, նախագահներ են եղել, այդ նման բառապաշար օգտագործելը, նման ագրեսիվ, նման տենց էքսցենտրիկ մոտեցումները, ինչի մասին են խոսում։ Արդյոք հոգեբանական, քաղաքական, կամ դրանով ինչպես դուք նշեցիք, ինչ որ անձանց հրահանգներ էին իջեցվում, հա, այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու։ Չէ, դա առաջին անգամը չի։ Եվ դրանց հաջորդիվ նա հաջորդում են ինչ որ պրոցեսներ, իրավական պրոցեսներ, դուք մատնանշեցիք Մարտուն Գրիգորյանի ընտանիքի 2 անդամի նկատմամբ մեղադրանք առաջադրելը, ինչը իդեպ պաշտպաններն ասում էին, որ որևէ կապ չունի նախընտրական process-ի հետ, դա իրականացվել է միջընտրական process-ը եւ նույն քաղաքացիական պայմանագիր իշխանության ավականու ցուցակը գլխավորող տեխնատուն նույնությամբ իրականացնում է, նույնությամբ։ Ընդ որում ավելի մեծ տրամաչափ։ Ընդ որում Մարտուն Գրիգորյանը ներողություն որ ընդհատեցի, Մարտուն Գրիգորյանը ընդ որում ասաց, որ նա չի, դա падգամավոր եղած ժամանակ, տևական ժամանակ մշտապես այդ հարցերով զբաղվել է եւ այդ հարցերին լուծում է տվել։ Իսկ ԿՊԱ-ական Տեխնացուն ակնհայտ է, որ չի զբաղվել նման հարցերով, չէ՞։ Այդ Շիբինի պատմությունը ԿՊԱ-ական տեխնացուի համար նոր էր, սակայն մատների արանքով նայեցին, բայց Մարտուն Գրիգորյանը, որը տարիներ շարունակ падգամավոր է եղել եւ Գյումրիում բազմաթիվ հարցերի լուծումներ է տվել, իդեպ դա նաեւ падգամավորի անմիջական պարտականությունն է, գործառույթներից է հոգալ արկա խնդիրները եւ լուծումներ տալ արկա խնդիրներին։ Բա այդ ժամանակ բա ինչ եկաք հենց այդ օրը ձերբակալեցիք։ Ոչ միայն դա, տեսագրություն շրջանառվեց, հենց 24 նյուզի տեսախցիկն էր ֆիքսել, որ մի տարեց կնոջ մոտենում է, որ հենց իրենց բառերը բառացի մեջ բերեմ, որ Սարիկ ջան, դու ինձ կթաղես, այն էլ ասում է, հա, այո, տեխնացուն էլ ասում է հացով, բանով, ғայդիմ հաց կտամ։ Դա այնուհետև հաջորդ դիտարկումը իրավապաշտպանների կողմից կոնկրետ ներկայացված, որով եթե չեմ սխալվում, հայց են ներկայացնելու դատարան, որ գյումրեցիներից մեկն ասում է փայտս վերջանում է, այսքանի օրը կվերջանա, եթե չեմ սխալվում, իշխող մեծամասնության տեխնացուն էլ ասեց հենց վերջանա, դու ասա ես կուղարկեմ։ Ախր ինչ կա զարմանալու։ Նայեք, փորձենք նաև վերադառնալ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որ սկզբից հարցրել եք, բայց հենց աստիճանաբար վերադառնանք, զարմանալու ոչինչ չկա։ Հայաստանում երկակի ստանդարտներով հարցերին մոտենալը արդեն աղաղակող չափեր են ստացել։ Նայեք, ընդդիմադիր տեխնացուն, եթե որևէ տարի սկասի, եկեք օրինակը բերեք օրինակ Մալյան Նարեկի վրա։ Մալյան Նարեկը ընդամենը Չաուշևսկու խրտվիլակը, որը պատմական փաստ էր, չէ, ոչ մեկի համար գաղտնիք չի, չէ, որ Չաուշևսկուն ու իր կնոջը գնդակահարել։ Հասարակական իրողություն։ Դա փաստ է։ Բարը Մալյան Նարեկը Չաուշևսկու խրտվիլակը բեմադրության համար ենթարկվեց քրեական գործ հարուցեցին Մալյան Նարեկի վրա եւ այո եւ ձերբակալեցին մարդու եւ տևական ժամանակ ազատազրկման մեջ էր իսկ ԿՊԱ-ական падգամավորները օրինակ Արտուր Հովհաննիսյանը որ Էդգար Ղազարյանին սպառնում էր ականջները կտրել աչքերը հանել լեզուն պոկել դրա 2 օր առաջ հայտարարեց որ գլուխները պատերին կտանք եւ այլն Նիկոլ Փաշինյանը վնգստացող շներ ասֆալտին ծեփել եւ այլն падգամավորի գործառույթների մեջ կա գրված գլուխը պատին տալ իրականացնել գլուխը պատին տալ ԿՊ-ի գործառույթների մեջ կա գրված հա տենց կուսակցական այո դա կուսակցական ֆունկցիա է տվյալ պահին Արտուր Հովհաննիսյանը խոսում էր ոչ թե ազգային ժողովի падգամավոր որովհետեւ իհարկե ազգային ժողովի падգամավորը չի կարող որևէ մեկի գլուխը պատին տալ եւ ամենազավեշտը նաեւ որ նրանք առհասարակ չեն կարող որևէ մեկի գլուխը պատին տալ դա ոչ թե քաղաքական բնույթի եզրույթ է դա օրենքով սահմանված կարգ է Պատգամավորը ինչ կարող է հստակ ամրագրված է բայց ԿՊ վարչության ԿՊ կուսակցության անդամի համար սահմանագրված չի օրենքով թե ինչ կարող է անել ես նրանց գործառույթները սահմանված իհարկե դա բխում է գլխից դա խոսքա չէ ձուկը գլխից է հոտում եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ասում է վնգստացող դատավորներ ծեփում է պատերին փռում է ասֆալտին բնականաբար իր հլու հնազանդ կատարողներն էլ ոչ միայն փորձում են ընդօրինակել իրենց շեֆին գործով այլ նաև խոսքով սակայն զավեշտային է որ ես գիտեք ինչ այս ԿՊ падգամավորների կեսից շատին անձամբ ճանաչում եմ նրանք ոչ ոք էլ գլուխը պատերին տվող չի ոչ ոք էլ ոչ մեկին ասֆալտին փռող
փռող չի, նրանք իրանք չեն խոսում, այլ խոսում է այդ մանդատը, վաղը վերցվի նրանց ձեռքից այդ մանդատը, կորցնեն այդ մանդատը, նրանք դառնալու են ամենախելոք տղաները, որը երբևէ եղել են։ Բայց անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, այդտեղ կա դուք նշեցիք 3 կոմպոնենտ՝ հոգեբանական, քաղաքական եւ իրավական, որպես 3 կոմպոնենտներ կան։ Երեքն էլ իրականում կան։ Նախ Նիկոլ Փաշինյանի խոսքը քաղաքական բովանդակությունից զրկված է։ Ապրում է քաղաքական սնանկություն։ Նա ապացուցել է, որ այն ինչ նույնի Արցախը հանձնելու հիմնավորումները հղում անելով Պրահայի հռչակագրին, որը ընդամենը ԱՊՀ երկրների ստեղծման համար դեկլարատիվ մի էջանոց փաստաթուղթ էր, հա? Ալմա-Աթայի ներողություն, Ալմա-Աթայի հռչակագրին, որը ընդամենը դեկլարատիվ մի էջանոց, ընդամենը փաստաթուղթ է դեկլարատիվ, որի հիման վրա ստեղծվում է ԱՊՀ պետությունների համագործակցությունը։ Նայեք, այդ քաղաքական սնանկությունը իր խոսքի Նիկոլ Փաշինյանը վաղուց է ապացուցել։ Իրավական հրահանգները այո, միանշանակ առկա են, որ նրա յուրաքանչյուր խոսքին հաջորդում է իրավապահ մարմինների կողմից գործողություններ, այս կամ այն ընդդիմադիր տեխնացուի ներողություն ընդդիմադիր գործի հանդեպ։ Ինչ վերաբերում է հոգեբանականին, նայեք, սովորաբար հոգեբանության մեջ մարդը ինչից է ամենաշատը վիրավորվում եւ կորցնում հավասարակշռությունը, որում առկա է իրականություն։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի վիրավորանքից ոչ մի այսպես արտահայտությունից այդքան չի վիրավորվում, ինչքան երբ նրան անվանում են կապիտուլյանտ, երբ նրան անվանում են ազգակործան պատուհաս, երբ նրան անվանում են դավաճան, ինքը գիտի ինքը ով է, ինքը գիտի, որ այդ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը հիմարություն է եւ ինքն է իր ձեռով Պրահայում Արցախը ճանաչել ներողություն եմ խնդրում այստեղ, ինքը գիտի այդքանը, չէ՞, ու մարդն ինչ է առաջարկում, ասում է եկեք 3 նախագահներ, չէ՞, ոնց ասեց, այնտեղ բառել օգտագործեց, մտքի տիտաններ ասեց ոնց որ թե ինչ որ այլ երանգով, բայց այդ բառերն օգտագործեց։ Եկեք իրար հետ նստենք, բանավեճի առարկա հանդիսացող խնդիրները քննարկենք։ Ինչի՞ չեք գալիս։ Խոսում եք, չգիտեմ ում հետ, չէ՞, ինչ որ անուններ եք տալիս, բաժանարների, հասների, չգիտեմ ինչ որ վերացարկումներ էր ներկայացնում։ Ինչի նախագահները չեն գնում այդ մարդու հետ նստեն, ասեն լսի, սա այսպես է, սա այսպես է, սա այսպես է։ Մի քանի անգամ ասեց, չէ՞, անգելա ոնց որ նախագահների հետ, ոնց էր Բագրատ Սրբազանին, հիշում եք, ասում էր, ասում է, արի հանդիպենք, արի հանդիպենք, արի հանդիպենք, արի հանդիպենք, ճիշտ է։ Հիմա նույնը ոնց որ ինքն ընկելա 3 նախագահների հետևից, ասում է, արի հանդիպենք, արի ասուլիս անենք, արի ասուլիս անենք։ Իրական պատճառն ինչի են մարդուն, եթե բան ունենք ասելու, չէ՞, այս մարդն ասում է եկեք նստեք, իմ դիմաց ասեք, հիմնավորեք, ես էլ փաստեր բերեմ, դուք էլ փաստեր բերեք, բոլորը տեսնեն։ Ինչի է խուսափում 3 նախագահ։ Նախ Նիկոլ Փաշինյանը այդտենց համառորեն, որ ասում է եկեք նստենք բանավիճենք, դա իրականում միֆ է, դա իրականում ընդհանրապես վիզուալ պատկեր է, որ նա այդպես համառորեն պնդում է։ Նա շատ լավ գիտի, որ 3 նախագահները չեն նստելու եւ իր հետ չեն քննարկելու ոչ մի բան։ Եթե նա համոզված լիներ, որ իր հետ կգնան քննարկման, նա ներողություն, նա այդպես համառորեն չէր պնդի։ Ինչ վերաբերում է 3 նախագահների մերժման, ապա ինչը քննարկեն Նիկոլ Փաշինյանի հետ, ինչի շուրջ այդ բանավեճը ծավալվի, ինչը հիմնավորեն, ես իմ գնահատմամբ, եթե 3 նախագահները հերթով կամ իրար հետ, չգիտեմ, ինչ ձևաչափ կլինի, նստեն Նիկոլ Փաշինյանի հետ նման քննարկման, ապա կարծում եմ ավտոմատ կլեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանի այդ ողջ Արցախի հետ կապված այդ հայրենահանձնումը, որը նա իրականացրել է, որովհետև քննարկման արդյունքում ընդհանրապես քննարկվի դետալները, որ սխալ ես արել, նա էլ կփորձի ապացուցել, որ չէ, ճիշտ եմ արել եւ այլն, այսինքն նույնիսկ տեսականորեն քննարկումը Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ արդեն իր մեջ պարունակում է որոշ խնդրահարույց է արդեն իսկ։ Այո, արդեն իսկ խնդրահարույց է, արդեն արկա կլինի լեգիտիմացման ինչ-ինչ մասնիկներ։ Բացի նրանից Նիկոլ Փաշինյանը ինքը չի հրապարակում որևէ փաստաթուղթ։ Իր խոսքը միայն այսպես ամբիոնից հնչեցված հիստերիկ արտահայտություններ են։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Մի կարճ ամփոփում էլ խնդրում եմ։ Բոլորս գիտենք ընտրությունների մասին այսպիսի մի թևավոր առած կա, չէ, որ ամենաշատ սուտ երբ են խոսում։ Դա իմիջայլոց իր հայտնի
աննալներ աշխատության մեջ Օտտո ֆոն Բիսմարկը, Գերմանիայի կանցլերը, գերմանական հողերը միավորողն է նշել, ամենաշատ սուտ խոսում են 3 դեպքում որսի ժամանակ, ընտրություններից առաջ եւ պատերազմից հետո։ Ճիշտ է։ Հիմա մենք կարող ենք պրոյեկտել մեր Գյումրու ընտրությունների վրա, արդյոք գյումրեցին կարող է հավատալ այն ծրագրերին, այն նախագծերին, որոնք ներկայացրել են համայնքապետի թեկնածուները եւ դրանով առաջնորդվել, անկախ են քաղաքական բազմաշերտությունից, ինչը որ արկա է։ Խնդրում եմ, այս մասին էլ ձեր կարծիքը ներկայացրեք։ Ես միայն կցանկանամ մի փոքր ուզում եմ խուսափել գնահատական տալուց արդյոք գյումրեցին կարող է վստահել թե չվստահել ծրագրով առաջնորդվելու խոսքը ծրագրերի մասին է իհարկե արդյոք կարող է վստահել ինձ թվում է գյումրացիները ճանաչում են թեկնածուներին բոլորին եւ անկախ նրանց ներկայացրած ծրագրերից շատ լավ կարող են իմանալ ում է հնարավոր արդեն անձնավորված, որտեղ ճանաչում են, չէ, հա Գյումրին էլ մեգապոլիս չի, ցավալիորեն մեգապոլիս չի, որ այնտեղ անհայտ մարդը չի կարող թեկնածությունը առաջադրել, հետեւաբար բոլորին շատ լավ գիտեն իրենց եզրահանգումները, այո, ջերմությունն ու կոլորիտը Գյումրի եւ ես միայն մի խնդրանքով կուզեմ դիմել գյումրեցիներին, որպեսզի ապահովեն հնարավորինս բարձր մասնակցություն ընտրություններին մի մարդու պես չափազանցված թող լինի խոսքս, բայց այնուամենայնիվ թող փորձեն մի մարդու պես գնալ ընտրություններին, որովհետև միայն բարձր մասնակցությունը իրենց համար կապահովի այն տեխնացուի հաղթանակը, որին իրենք ձգտում են, որին իրենք ուզում են։ Բացի դրանից միայն իրենց բարձր մասնակցությունը վաղը կապահովի համապետական ընտրություններում սպասվելիք այն ողջ այլանդակությունները, որը իմ պատկերացմամբ տեղի են ունենալու։ Շնորհակալ եմ ձեր դիտարկումների, դիրքորոշումների համար, սակայն նշեմ, մինչ մենք ուղիղ եթերում էինք, այս ամենին զուգահեռ Գյումրիում տեղի ունեցել մի շարք միջադեպեր ընտրությունների հետ կապված, հիմա խնդրենք մենք ուղիղ եթեր մտնենք, մի տեսաշարով ընդհանրական դիտենք տվյալ միջադեպերը։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ։